Մեկ շաբաթ Հռոմում, 5 շաբաթ Հայաստանում և իտալա-հայկական համատեղ արտադրության ֆիլմի նկարահանումները մոտեցան ավարտին։ Իտալական հեղինակավոր Lotus Production և Pan-Armenian Media Group-ի ուժերով Հայաստանում նկարահանվեց Հոթել Գագարին գեղարվեստական կատակերգությունը։ Ֆիլմը 5 ընկերոջ մասին է, ովքեր Հայաստան են գալիս 90-ականներին և ցանկանում են ֆիլմ նկարել։ Ստացվում է այնպես, որ Ղարաբաղ-ադրբեջանական հակամարտության պատճառով չեն կարողանում հյուրանոցից շատ հեռու գնալ և փորձում են նկարահանումներն իրականացնել հենց հյուրանոցում։ Իտալական կողմից մասնակցում են շատ հայտնի դերասաններ, այսինքն իտալական իրականության լավագույն եւ ամենահայտնի աստղերն են, որ Հայաստանում են, հայկական կողմից մասնակցում են Հովհաննես Ազոյանը եւ Մարջան Ավետիսյանը։ Pan-Armenian Media Group-ի գլխավոր պրոդյուսերը, ռեժիսորը Սիմոնե Սպադային ներկայացնում է որպես Հայաստանի սիրահարված մի մարդու, որը Հայաստանի մասին գրեթե ամեն ինչ գիտեր, թեև առաջին անգամ էր այստեղ։ Առաջին անգամ երբ եկել էր Հայաստան, նույնիսկ Google Map-ով գիտեր բոլոր ճանապարհները, թե որ վանքը, որ եկեղեցին եւ որ վայրը ինչպես գնալ։ Lotus Production-ի պրոդյուսեր Ջանլուկա Բերտոնյայի համար ֆիլմը պատմություն է երազանքի իրականացման մասին։ Ասում է հայ եւ իտալացի ժողովուրդները նման են հենց երազելու ունակությամբ։ Ֆիլմը երազելու դիմացինի երազանքն իրականացնելու մասին է։ Կատակերգական ժանրի մեջ է, բայց շատ խորը փիլիսոփայական եւ նուրբ սցենար ունի։ Դերասան Կլաուդիո Ամենդոլան Հայաստանում չէր կողմնորոշվում, խաղալ թե երկիրը բացահայտել, ասում է հիացած է պատմությամբ եւ ազգերի այսչափ նմանությամբ, ամենաանսպասելի բացահայտումը եղանակն էր։ Սուրտը ես երբեք չեմ մտածել, որ այսպիսի սուրտ գոյություն ունի։ Հայաստանում ես իմացա ինչ է սուրտը։ Երկար կխոսեր եղանակի մասին, եթե չմոտենար ռեժիսոր եւ սցենարիստ Սիմոնե Սպադան։ Հենց այդ պահին դերասանը ստանձնեց լրագրողի պարտականությունը եւ առաջին հարցը հենց ինքը ուղղեց ռեժիսորին։ Ինչու որոշեցիք ձեր առաջին ռեժիսորական լիամետրաժ ֆիլմը նկարահանել Հայաստանում։ Ես հետաքրքրված էի Հայաստանով եւ ուզում էի ճանաչել այս երկիրը, որն այնքան էլ լավ չէի ճանաչում, բայց գիտեի, որ նմանություններ շատ ունենք։ Ուզում էի, որ այս ֆիլմի կերպարները ավելի լավ ճանաչեին այդ մշակույթը։ Ֆիլմը մեծ էկրան կբարձրանա մի քանի փառատոնի մասնակցելուց հետո։ Հիմա ֆիլմի մոնտաժային փուլն է։ Ֆիլմը պատրաստ կլինի կամ 2017-ի հոկտեմբերին կամ 2018-ի փետրվարին եւ կավարտվի հետարտադրական փուլը։ Աղվան Ասոյան, Արմեն Շահոյան, ժամը լրատվական։